մնացել։ Գործ կա անեմ, բակը մանկնեմ։ Դրանք արեստուր անեմ, մնացեք մեզ հետ։ 2 օր առաջ, եթե հետևել եք սթորիներիս, ես 2 օր լոբի էի մաքրում, վերջապես ավարտեցի, փռել եմ չորանա, մնացածը սառցախցիկ եմ դրել, նկարել եմ ոնց եմ պահպանում սառցախցիկի մեջ, ինչ տարբերակով, կտեղադրեմ վիդեո տարբերակը կտեսնեք, այստեղ էլ մնացածը չորացրել եմ, արդեն 2-րդ օրն է, արդեն քիչ-քիչ չորանում է, ներկտրատել եմ, մեջտեղից 2 եմ արել, ափսոս չեմ նկարել այդ պահը, որտեղ ուշամի եմ արել, գիշերն եմ արել, դրա համար հարմար չէր ու շատ հոգնած էի, ձեզ լավ օր, գնամ աշխատեմ։ Դուրս եկանք, գնում ենք շուկա, առևտուր անենք, նրանն էլ արթնացել է, միասին գնանք առնենք, ցույց կտամ ինչ ենք գնել։ Ողջույն ժողովուրդ ջան, վայելի։ Այսօր էլի վայ չուտողին, ջան ուտողին է։ Վայ չուտողին, ջանը ուտողին։ Լավ մաքրոթա, ավելի եղանակա։ Ոչ շոթա, ոչ շատ հողա, եղանակը իդեալական է։ Մաքուրոտ, սիրուն, ոչ ջրջի ժամանակները քաղաքի շատ լավ են նայում, մաքուր, օդը մաքուր, տարածքը մաքուր, ամեն ինչը սիրուն սարքած, շատ ազարգացել է քաղաքի ժողովուրդ ջան։ Չի եկել, թողա տեսնում։ Առհասարակ Օտայքի մարզը շատ գեղեցիկ մարզն է, իր գյուղերը, իր շրջանները, խորհուրդ եմ տալիս այցելեք, մենք վլոգներում ցույց կտանք, տարբեր տեղեր այցելենք, ձեզ ցույց կտանք։ Մի անգամ ու գնացիք արգելոց, հա, էլի տեսակ Շերվեժի արգելոց։ Հա, տեսակ ինչքան սիրուն էր, հրաշքեր։ ինչ գեղեցիկ բնույթ ուներ ու հայոց Օտայքի մարզում շատ տարածքներ համարյա բոլորը անվճար են։ Շատ քիչ տեղեր կա, որ վճարովի են։ Եթե վճարովի կա, կողը անվճար տեղեր կա։ Հաստատ կգտնեք։ Անհնարավոր չլինի անվճար։ Մեր Օտայքի մարզը մենք շատ ենք սիրում։ Վլոգների ընթացքում հաճախակի գնանք եւ ձեզ ցույց կտանք։ Դուք եկեք, վայելեք, ձեր համար է, մեր Հայաստանը մեր բոլորի համար է։ Եկեք վայելեք։ Մենք
գնաց։ Ցույց տամ ինչ ենք գնել։ Երեխեքը նոր խաղ են խաղում, հավեսին են գել։ Նրան է, ջնկ։ Մազերս վենեցի, մեկա ու կապեցի, չեմ կարողանում շապատ երկար մնամ։ Ասմենք մեր պապան մեծ համովություն սարքյուտ ենք։ Ասեն միշտ չի սիրում։ Մսից ալերգիանի։ Իհարկե կատակ չի սիրում ես։ Մի օր կսովորի, չէ՞ սոսե։ Մի օր մսին կսովորես, չէ՞։ Բայց ես թողա ոչ չեմ։ Սա պատրաստի պապան ու կնկարեմ։ Սիրտդ քաշեց, հա։ Պատվեր ունեի քաբաբի, ես տունը պատվերով քաբաբել եմ աղում տալիս։ Տարբեր կիսաֆաբրիկատներ։ Աշկը տեսավ, հոտը առավ։ Մինչև ես չուտեմ, ոչ մեկ չի տանելու։ Դիպաս պետք է մի քիչ բուդիկ եմ դրել։ Խափում է, էլի ժողովուրդ։ Բուդիկը դրել եմ, մինչև քաբաբն էլ կլինի, էլ եսա։ Թող մի քիչ սարի, որ կարողանամ շահել։ Ես ինչ անուս հոտերա գցել։ Գնացես ինչ ա գցել ես պաստուրնի մեջ։ Ինչ ես գցել Հարութ ջան, այս պաստուրնի մեջ, ինձ անուշ հոտ ես գցել։ Անուշ հոտի համար։ Հա։ Աղ, կարմիր բիբար, սև բիբար, չորեհան, աջիկա, պակած աջիկա։ Եթե պակած աջիկա չունեք, չորը գցեք չի խանգարի։ Կարակ շատ տոմատ նստեք չոր աջիկա հետ, իսկ դառնում է արդեն թաց աջիկա։ Լավ խառնում եք, այսենց սոխը կտրտում եք, ճզմում եք վրեն, թողում եք մի ժամ, ամենաքիչը։ Ստանում եք այսպես կորոշկա։ Վայ չուտողի, չա ուտողի։ Այս ինչ ես անում։ Մենք հալած կարակը կսենք վրեն, ոտոշկի։ Լավ, ովեսով։ Չա։ Կոմենտների բաժնում գրեք ինչ պիսած ես դուր գալի, ես կասեմ ոնց բաստուրում եք։ Կամ ինչ-որ ցանկացած, ինչ-որ մի կերակուր հոտը սիրում եք, ասեք, ես ես ռեսեպտները կասեմ, ոնց պատրաստեք, որ լինի անմահական, խորոված, խաշլաման, քաբաբ, տժվժիկ, հարիսա, ապուրներ, ինչ-որ ձեզ հետաքրքիր ինչ դուք սիրում եք։ Ես ես կասեմ տարբերակներ, որը որ անհավանական համակարգ։
Բայց որպեսզի համով լինի, պետք է գաղտնիքը ասել։ Ուտելու ընթացքում մեկ-մեկ ասեք, բայց ուտողին, ջան ուտողին։ Պետք է համատա։ Բա կարտոշկեն ինչով է սարել։ Կարտոշկեն մենակ աղ եմ արել, որ իր համը չկորի։ Ու արդեն կրակի վրա որ դնում ես կարմրը մա, դե կարանք է սկսում իր վրա, կարանք չկա ցետ։ Կարանքները խոզի սալ դնեք, բայց ես ալարեցի։ Պետիկը քաշեցինք, շասատել քյաբաբ, դրեցինք կրակին, ուտենք էլի ինչ ա եղել, վայ չուտողին, ջան ուտողին, հիմա ինչ անենք։ Սա կողերը կարմրի, քյաբաբ սարքերություն իշ ժողովուրդ ջան, դրեք կողի, այսեց։ Մեկ կողի ինքը ավելի շատ աղորով։ Ու շատ կարևոր է, իս մասը որ կարմրի, դուք բում չունենա։ Երկու րոպեից պատրաստ եմ, մինչև սեղանը դնեք, արդեն կլինի։ Այս քյաբաբի ռեցեպտը ժողովուրդ ջան, անցած վիդեոյում կա, կարաք մտնեք նայեք։ Ով նայել է արդեն գիտի, ով չի նայել, կարող նայի իմանա։ Ոնց է այսպես ուժեղ քյաբաբները ստացվում։ 0-ից ամենասկզբից ցույց ենք տվել նախորդ վիդեոյում, ժողովուրդ ջան, մտեք նայեք։ Ամեն ինչ ձեր համար չենք թիմանում, որպեսզի դուք տեսնեք, հաճույք ստանաք, ափսոս, որ չեք կարող փորձել։ Ափսոս։ Բայց это ушаткելի է, շուտով։ Это շատկելի է։ Եկիշ չոբոբոր։ Այք, մեջի ջուրն է, ժողովուրդ։ Ինը մատակ։ Հարջան, էսի չես անում։ Նա ծմերուկ չուտենք, բա։ Ինչ ուտենք թարմանանք։ Շոքա։ Բայց ես անգամանը ոնց որ մտեսակ լավը չէ, հա։ Գիշիմ։ Ուրիշ տեղից առանք։ Ուրիշ տեղից առանք, ոնց որ մի քիչ են չի, մշտական ծմերուկի նման չի, ոնց որ էլի։ Ամեն ինձ աթվում ես, գիրևը էլի։ Մեկը, միշտ ուրարում եք, այդ տեղը լավ տեղ է։ Ես հա ժամանակ հելը վատ ծմերուկ չի եղել, բայց ես մեկը ոնց որ մետես։ Հնա բոջան։ Սա կուտենք կերևա էլի։ Ցայեմ, էսի ցայեմ գրիպչանետ է, դες չաթ է, մարդս թափում է։ Հա, կյանքի աղջիկ։ Դե ուրիշ տղա է։ Ամեն ինչ գիտես, այո։ Դա ճաշակով աղջիկ է, ճիշտ է դրություն ես արել։ Գնացինք ուտելու։ Գնացինք։ Դու բարի ախորժակ, ցեզ Բարի դիտում։ բարի դիտում։ Հա, Արջան։ Ոնցն է։ Ճիշտ է ասում են չի։ Ափսոս։ Չէ, քաղցր է, բայց այն որ միշտ առնում են կտենց չէ, էլի։ Էլի շաքար է, շաքար։ Տղես բարև։ Բրթում է։ Նարանի։ Լավ, միանանք ուտենք։ Օրը արդեն վերջանում է։ Մենք էլ հոգնացենք։ Արդեն ուշ երեկոյա,
նստել ենք հոգնած, երեխեքին քնացրեցինք, Հուսամ քնել են։ հա, շատ ուշ ենք քնում, արձակուրդների ժամանակ շատ դժվարությամբ ենք ուղարկում քնելու, հուսամ քնել են։ Երևի բոլորի տանը այս արձակուրդներին այդ կռիվն է, չէ։ Քնելու։ Մեկ է դաշ չանելու։ Այո։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք այսօրվա ակտիվության համար եւ առհասարակ նորից ջերմ կոմենտների ու խոսքերի համար։ Մեզ հարցեր են ուղղել, որոնց մենք ուզում ենք պատասխանենք։ Հարցրել եք, թե որտեղ ենք ապրում։ Մենք ապրում ենք Աբովյան քաղաքում, աբովյանցի ենք։ Կոտայքի մարզ։ Կոտայքի մարզ, այո։ Ինչ ենք անում հիմա, նախապատրաստվում ենք հետագա վիդեոներին, Ռիլերին, նկարում ենք ռիլեր, հետաքրքիր, եթե չեք դիտել, մտեք անպայման նայեք, հիմնական հումորային կոնտենտ է, եւ նաեւ սնունդ, այնտեղ ամուսինս Հարությունը պատրաստում է շատ համեղ ուտելիքներ։ Մի բան էլ էի ուզում ասել, նախորդ վիդեոյի հետ կապված ներողություն եմ ուզում խնդրել ձայնի համար, տեխնիկական խնդիրներ։ Այո, մեր միկրոֆոնները փաստորեն չէր աշխատում, մենք էլ այդպես դրել էինք ու խոսում էինք, հետո մոնտաժի ժամանակ ուշ ժամի եմ մոնտաժ արել, չէի լսել, որ ձայնը գնում գալիս է, այդպես ստացվեց։ Հուսանք էլ նման բան չի կրկնվի, դրա համար ներկա պահին խոսում ենք տանից, տանը լուռ է, դրսում աղմուկը շատ էր, պլյուս միկրոֆոններն էլ չէր աշխատում։ Այդպես շատ հաճելի կլինի, որ էլի շատանանք YouTube ալիքում, կոմենտների բաժնում ակտիվ լինեք, ավելի շատ հարցեր տաք, ավելի շատ մասնակցեք մեր վիդեոների տակ, որ մենք էլ իմանանք, որ մենակ չենք, որ ավելի շատ հետաքրքիր բաներ նկարենք ձեզ համար, մեր կյանքից դրվագներ եւ առհասարակ թեկուզ մեր մարզի հետ կապված ինչ-որ բացահայտումներ անենք։ Կոտայքի մարզը ամենագեղեցիկ մարզերից մեկն է, ոչ մեկին չի զիջում իր գեղեցկությամբ Եվ մաքրությամբ։ եւ մաքրությամբ նամանավանդ վերջին ժամանակաշրջանում Աբովյան քաղաքը շատ է զարգացել, մաքրության առումով աննախադեպ է։ Երբեք էսպես չի եղել, շատ հոգատար եմ վերաբերվում, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում, որ քաղաքապետարանին ապրեն, շատ լավ գործ են անում։ Իսկ առհասարակ բնության մասին, եղանակի մասին խոսք չկա, ոսկե միջինն է, ոչ շատ ցուրտ է, ոչ շատ շոգ է, ոսկե միջինն է։ Երևանից շատ հաճախ մարդիկ, որ գալիս են մեր ընկերները, ասում են, կարելի է գալ Աբովյան օդ շնչել ու գնալ։ Հուսանք հետաքրքիր ենք բոլորիդ համար եւ կշարունակենք մենք ինքներս էլ ավելի ծաղկացնել մեր էջը, էլ ավելի հետաքրքիր դարձնել, որովհետև մեր նպատակը միայն լավն է, բարին է եւ ընտանեկան է եւ հումորային է։ Լավ դիտում, ակտիվ եղեք, բաժանորդագրվեք, շատ ուրախ կլինենք։ Կոմենտներում գրեք ինչ եք ցանկանում, որ պատրաստենք հետագա վիդեոներում, թե հետաքրքրող ինչ-որ հարց կա խոհանոցից, հայկական եւ առհասարակ այլ երկրների, սիրով գրեք, կպատասխանենք, կպատրաստենք, անձամբ ցույց կտանք մեծ սիրով։ Եթե ունեք հարցեր, ակտիվ եղեք, մենք կպատասխանենք։ Շատ շնորհակալ ենք։ Բարի գիշեր։